Ինչպես տեսնում ենք, մարտկոցը արդեն ամբողջությամբ ապամոնտաժվել է եւ այս մասում տեսնում ենք արդեն ակնհայտ խնդիր։ Մարտկոցը ինչ որ ժամանակ եղել է վնասված եւ որոշել են փակել ուղղակի մեկուսիչով։ Հիմա կհեռացնենք այս ամենը, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում նրա տակ։ Ահա եւ տեսնում ենք մեկուսացման խնդրի պատճառը։ Մարտկոցի վնասվածքն է, որը եղել է ուղղակի քողարկված հիդրոմեկուսիչով, որը բնականաբար չէր կարողանալու այդ աշխատանքը կատարել։ Ինչի հետևանքով ունենք արդեն ջուր մարտկոցի մեջ։ Հիմա արդեն կբացենք կառավարման մասը մարտկոցի եւ հասկանանք, թե ինչ վնաս է հասցրել։ Կաղապարը հանելուց հետո արդեն տեսնում ենք, որ մարտկոցի ետնամասը ամբողջությամբ ջրի մեջ է։ Հիմա կապամոնտաժենք ետնամասի պարունակությունը եւ հասկանանք, թե ինչ վնաս է հասցրել ջուրը։